Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնիչը Քրիստոս։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբու ամեն։ Եվ երբ 8 օրերը լրացան, եւ նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում։ 8-րդ օրը հավիտենականության խորհուրդն է։ Թլպատությունը կարծես թե մարդուն մաքրում էր մեղքից եւ արժանացնում երկնքի արքայության, Աստծո տան մեջ լինելու, Աստծունը լինելու։ Մկրտությունն էլ նույնն է մեզ համար։ 8-րդ օրը հավիտենականության, մեռելների հարության, Քրիստոսի երկրորդ գալստյան եւ երկնքի արքայության խորհուրդն է։ Դրա համար 8-րդ օրն էր կատարվում թլպատությունը։ Աբրահամ նահապետի հետ Աստված ուխտ արեց։ Ասեց. դուք եթե մնաք իմ պատվիրանի մեջ, Աստծո հավատի մեջ, ես ձեր ազգը օրհնելով կօրհնեմ, բազմացնելով կբազմացնեմ եւ ինչպես Աստված խոստացել էր, Աբրահամի սերնդից կհանի մի փրկիչ, որը ամբողջ աշխարհին պիտի փրկեր, մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ որպես այդ ուխտի նշան դրեց թլպատությունը։ Եվ Աստված ասաց. ձեր բոլոր արուզավակները 8-րդ օրը թող թլպատվեն եւ դրանով իրենք լինեն Աստծո ժողովուրդ։ Այսինքն անթլպատ մարդը Աստծո ժողովուրդ չէր, թլպատությամբ էին դառնում Աստծո ժողովուրդ։ Եվ այս Աբրահամը եւ իր ողջ ընտանիքը ծառաներով հանդերձ բոլորը թլպատվեցին եւ Աբրահամի տան մեջ անթլպատ մարդ չմնաց եւ դրանից հետո բոլոր ծնվողները 8-րդ օրը թլպատվում էին, այսինքն թլպատությամբ մարդը դառնում էր Աստծունը։ Այսօր էլ եկեղեցում նույնը կա, բայց մենք չենք թլպատվում, մենք մկրտությամբ ենք դառնում Աստծո ժողովուրդ, Աստծո որդեգիրներ։ Քանի մարդը չի մկրտվել, մարդը քրիստոնյա չի, մարդը Քրիստոսի եկեղեցու անդամ չի, մարդը Աստծո որդեգրության շնորհը չի ստացել։ Ուրեմն հին ուխտի թլպատությունը համապատասխանում է այսօրվա մեր մկրտությանը։ Մեզանում էր, երբ որ երեխան ծնվում էր, այսօրվա նման անուն չէին դնում, այլ 8-րդ օրը մկրտելու ժամանակ էին անունը դնում։ Ինչի՞, որովհետև այս անունն էր շատ կարևորը եւ այսօր էլ մեզ մեջ ընդունված է շատ տեղերում մկրտության ժամանակ մարդուն անուն են դնում, հա, եւ եթե այդ մարդու անունը ավետարանական չի կամ սրբի անուն չի կամ ոչ հայկական անուն է, հաճախ այդ մարդու վրա դնում ենք սրբի անուն կամ ավետարանական որևէ սրբի անուն, մեր եկեղեցու սրբերից մեկի անունը եւ ինչ խորհուրդով, որ այդ սուրբը լինի այդ մարդու բարեխոսը, որ այդ սրբի տոնին կատարվի ամեն այդ մարդու համար անվանակոչության օր, այսինքն կապում ենք եկեղեցական կյանքին, արժանացնելով բարեխոսության, սրբին ապավինելու խնդրի եւ նաեւ սրբի տոնը հիշելու եւ իր անվանակոչության օրը նշելու։ Ճիշտ այսպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսին կոչեցին Հիսուս, այդ օրը անունը դրեցին։ Ինչ է նշանակում Հիսուս? Փրկիչ։ Որտեւ Քրիստոսն եկել էր փրկության համար, մենք էլ մկրտվում ենք փրկության համար։ Հնում թլպատվում էին փրկության համար, մենք մկրտվում ենք փրկության համար, եւ այս բանը մենք միշտ պիտի հիշենք։ Երբ քահանան մկրտում է, մկրտությունից հետո ասում է. խաղաղություն քեզ օծյալ Աստուծո, խաղաղություն քեզ փրկյալ Աստուծո, այսինքն դու դարձար Աստծո օծված, Քրիստոսին եղբայրակից, ժառանգակից, որտեղ Քրիստոսն էր օծյալը, եւ դու դարձար փրկյալ, որտեղ Քրիստոսն էր փրկիչը, այսինքն դու արժանացար փրկության, եւ այս բանը մենք միշտ պիտի հիշենք։ Մենք
Աստծուն ենք եկել փրկվելու համար, փրկվելու եւ երկնքի արքայության հասնելու համար։ Եվ դրա համար Աստված մեզ օծեց, Սուրբ Միրոնի օծությամբ օծեց, որպեսզի մենք զորանանք եւ մեր կյանքը Աստծո շնորհով կարողանանք ապրել։ Ինչ է Միրոնի օծությունը։ Աստվածային շնորհի իջում մարդու վրա, Աստվածային շնորհի տրում մարդուն, Միրոնի օծման միջոցով Աստվածային շնորհ է տրվում մարդուն, որպեսզի մարդը կարողանա իր քրիստոնեական կյանքը ապրել, իր քրիստոնեական հավատքը պահել, մեղքի դեմ պատերազմելով ապրել, Աստվածային օգնականություն, Աստվածային զորություն է տրվում մեզ այդ օծման միջոցով։ Եվ մենք միշտ պիտի հիշենք, թե ինչի համար ենք ապրելու։ Մենք պիտի ապրենք փրկության համար, երկնքի արքայության համար, որտեղ Աստված մեզ սրան կոչեց, ասելով փրկյալ Աստուծո, Աստծու կողմից փրկվածդ, Աստծո կողմից օծվածդ։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը, որ այսօր է, եւ ամեն տարի այս նույն օրն է նշվում հունվարի 13-ին, այսինքն հունվարի 6-ից հետո հաշված 8-րդ օրը, այս խորհուրդն է իր մեջ պարունակում եւ մեզ էլ հիշեցնում է, որ մենք Քրիստոսով փրկվածներ ենք, որ մենք Քրիստոսով օծվածներն ենք եւ պիտի մեր կյանքի բոլոր օրերի մեջ հիշենք այս օծումը, այս փրկությունը, այս շնորհը, որ Աստծուց մեզ տրվել է մկրտությամբ եւ ջանանք մնալ այդ շնորհի մեջ, ջանանք մնալ այդ փրկության ընթացքի մեջ, որպեսզի արժանանանք նաեւ փրկության շնորհի։ Քրիստոս սրա համար ծնվել աշխարհ եկել, որպեսզի մեր առջև բացի հավիտենականությունը, որպեսզի մեր առջև բացի փրկության դռները եւ մեզ արժանի անի փրկության եւ 8-րդ օրը հատկապես խորհրդանշում է այդ ժամանակների լրումը եւ հավիտենականության, երկնքի արքայության հաստատումը։ Այս խորհրդով այսօր մենք կատարում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրը եւ մենք էլ պիտի այս խորհուրդը մեր մեջ ամուր պահելով փորձենք ապրել այդպես։ Աշխարհի ամեն տեսակի թողուբոհեր, ամեն տեսակի անցուդարձեր, ամեն տեսակի աղմուկ աղաղակներ մարդուն փորձում են այս խորհրդից, այս մտքից, այս ընթացքից շեղել, որ մարդը թողնի իր փրկությունը եւ զբաղվի տեսակի հարցերի, խնդիրների քննարկումով, լուծումով, տարակույսներով, տարուբերումներով։ Մինչդեռ մենք միշտ պիտի հիշենք, այդ ամեն ինչը մի բանի համար է, մեզ փրկության ճանապարհից շեղելու համար, մեր փրկությունը խափանելու համար, ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքը տվեց, իր արյունը թափեց, որպեսզի մեզ փրկի, բայց այսօր ամեն ինչ անում է, որ մեր փրկությունը խափանվի, որը մենք առավել եւս պիտի հաստատվենք Սուրբ Ավետարանի խորհրդով, զորանանք Աստծով, աղոթքով, Սուրբ հաղորդությամբ եւ մնանք այն առաքելության մեջ, որտեղ մեր իմաստուն պապերն ու հայրերը շատ հեքիաթներ են հնարել, որոնց հիմնական գաղափարը հետևյալն էր. հեքիաթի հերոսը գնում էր մի առաքելության եւ ճանապարհին բազմաթիվ գայթակղություններ փորձում էին այդ հերոսին շեղել այդ առաքելությունից։ Եվ եթե մարդը շեղվում էր, իր նպատակին չէր հասնում։ Եթե մարդը այդ բոլոր բաները անտեսելով գնում էր առաջ, չէր գայթակղվում, չէր շեղվում, ինքի վերջո հասնում էր նպատակին։ Սա ուրիշ բան չէ, քան թե մարդը արարածի կյանքը դեպի փրկություն, դեպի երկնքի արքայություն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծ ավետիստ։